Երանն օժտված է ժամանակն աննկատ սպանելու ձիրքով։ Մի օր մարդ նայում է պատուհանից ու տեսնում, որ իրեն անգիր հայտնի թաղամասն անհետացել է, դառնալով բոլորովին այլ վայր։ Ծառերը մեծացել են, երեխաները դարձել չափահաս, իսկ ինքը մնացել է նույն տեղում, նույն ձեռքերով, անելով նույն գործերը։ Անահիտ Կարապետյանը լավ գիտեր այդ ձիրքի մասին։ Նա 30 տարի անցկացրել էր մի տան մեջ, որն իրենը չէր, հոգ տանելով մի կյանքի մասին, որն իրենը չէր, երբ կանգ էր առնում այդ մասին մտածելու համար, սովորաբար կիրակի կեսօրին, սենյակի լռության մեջ, չէր կարողանում ասել, դա իր ընտրությունն էր, թե պարզապես կյանքն էր գտել առանց թույլտվության տեղի ունենալու իր ճանապարհը։ Նա 61 տարեկան էր մարտյան այն առավոտյան, երբ ամեն ինչ սկսեց փոխվել։ 61 տարեկան, մոխրագույն մազերով, որոնք չէր ներկում, որովհետև տիկին Արփենիկը միշտ ասում էր, որ արժանապատիվ կնոջ սպիտակ մազերը պատմության նշան են։ Նա ուներ ամբողջ կյանքում աշխատած մարդու մարմին, ոչ թե ծանր աշխատանքից հոգնած, այլ երբեք կանգ չառած մարդու ամուր մարմին, յուրահատուկ կեցվածքով։ Նա ներկա էր։ Նա Վահագնի թաղամասի այդ հսկայական տան ամենաներկա էակն էր։ 3 հարկանի մի առանձնատուն, հետնամասում այգով առաջին հարկում պատշգամբով, որտեղ տիկին Արփենիկ Սահակյանն անցկացնում էր կեսօրները, կարդալով, երբ ծնկները թույլ էին տալիս, հետելով այգուն, երբ չէին թույլ տալիս։ Անահիտն այդ տուն էր եկել 31 տարեկան հասակում, 1994 թվականի մի երկուշաբթի առավոտ, արհեստական կաշվից պայուսակով Գյումրիի Ավետիսյանների ընտանիքի երաշխավորագրով։ Տիկին Արփենիկը նրան ընդունել էր հյուրասենյակում։ Այն ժամանակ 60 տարեկան մի կին, նրբագեղ, բայց ոչ սառը, մազերը հավաքված այնպիսի հարդարանքով, որը նրա այցեքարտն էր ցանկացած իրավիճակում։ Նա 3 հարց էր տվել։ Միայն 3։ Կարողանում ես եփել։ Զուսպ մարդ ես։ Եվ համբերություն ունես դժվար մարդկանց հանդեպ։ Անահիտը 3-ին էլ այո էր պատասխանել, տիկին Արփենիկն ասել էր այն ձայնով, որն ավելի շատ հայտարարություն էր, քան հրավեր։ Ուրեմն վաղվանից սկսում ես։ Ոչ ոք չէր հարցրել, թե Անահիտը ծրագրեր ունի։ Այն ժամանակ նա իսկապես ուներ մի երազանք, որի մասին դեռ ոչ մեկին չէր պատմել։ Նա ուներ ընկեր, Գորգը, ով աշխատում էր Շենգավիթի ատաղձագործական արհեստանոցում, առաջարկել էր միասին գումար հավաքել ու մի փոքրիկ ճաշարան բացել հասարակ թաղամասերից մեկում, մի պարզ ու ազնիվ վայր, որը երկուսինը կլիներ։ Նա Երան էր եկել հենց այդ ճաշարանի մասին մտածելով։ 30 տարի անց ճաշարանն այդպես էլ չբացվեց։ Գորգը սպասել էր 2 տարի, հետոս 1, հետո ծանոթացել էր մի ուրիշ կնոջ հետ ու ամուսնացել մի արարողությամբ, որի մասին Անահիտն իմացել էր կողմնակի մարդկանցից։ Այդ գիշեր նա լաց էր եղել երկրորդ հարկի սպասուհու իր փոքրիկ սենյակում, գլուխը բարձին սեղմած, որ ձայնը չլսվի։ Իսկ հաջորդ առավոտյան վեր էր կացել, սուրճը պատրաստել, տիկին Արփենիկի նախաճաշը մատուցել, ճիշտ չափով բոհված հացերով առանց կորիզների նարնջի հյութով, ու շարունակել էր օրը։ Նա երբեք հստակ չէր իմացել, թե երբ էր դադարել տարիները համարել ժամանակավոր սկսել ապրել որպես մշտական։ Նա պարզապես մնացել էր։ Իսկ տունը նրա կարիքն ուներ այնպիսի ձերով, որոնք ժամանակի հետ աճում էին, բազմապատկվում Սահակյանների ընտանիքի յուրաքանչյուր ճգնաժամով, երեխաների յուրաքանչյուր խնդրով, յուրաքանչյուր գիշերով, երբ տիկին Արփենիկը չէր քնում իր կողքին, ինչ-որ մեկի կարիքն ուներ։ Տիկին Արփենիկն ուներ 3 երեխա։ Արամը, ավագը, 54 տարեկան, կենտրոնում աշխատող կորպորատիվ փաստաբան, ամուսնացած տատիկի հետ, 2 դեռահաս երեխաների հայր, որոնց Անահիտը հազիվ էր ճանաչում, որովհետև ընտանիքը տատիկի տուն էր գալիս տարեկան միջինը 4 անգամ։ Արամն ուներ սենյակում տարածք զբաղեցնելու այնպիսի ձև, որն աղմուկի կարիք չուներ, բայց նրա դեպքում լռությունն ավելի շատ անտարբերություն էր, քան արժանապատվություն։ Նա նայում էր Անահիտին այնպես, ինչպես նայում են կահույքի մի կտորի, որն իր տեղում է, հետաբար ուշադրության կարիք չունի։ Միջնեկ դուստրը Սաթենիկն էր։ 49 տարեկան, ամուսնալուծված, անզավակ, ով ապրում էր Կոմիտասում աշխատում Սարյան փողոցի պատկերասրահներից մեկում։ Նա 3-ից ամենաշատախոսն էր, նա, ով գալիս էր լայն գրկախառնություններով ամեն ինչի մասին մեկնաբանություններով, թե տան դեկորը պետք է թարմացնել, թե այս անգամ այգին գեղեցիկ է, թե Անահիտի մազերը շատ են սպիտակել։ Միգուցե ավելի լավ է ներկել դուրս էր գալիս նույն դռնով, որով ներս էր մտել, առանց որևէ կոնկրետ հարցում օգնելու։ Անահիտը մի եզրակացության էր եկել, որն իր մեջ էր պահում։ Սաթենիկն այն կինն էր, ով վաղուց սովորել էր, որ հմայքը դրամ է, այդ դրամը շռայլորեն ծախսել էր, չնկատելով, որ կան բաներ, որոնք հմայքով հետ չես գնի։ Կրտսերը հայքն էր։
45 տարեկան այն որդին, ով դեռահասության տարիներին ամենաշատն էր չարչարել մորը, բայց պարադոքսալ կերպով դարձել էր երեքից ամենակայացածը։ Ամուսնացած Մարիամի հետ, երկու փոքր երեխաների հայր, ապրում էր Առինջում ղեկավարում լոգիստիկ ընկերությունը, որը 10 տարի առաջ հիմնել էր ընկերոջ հետ։ Հայկն այն որդին էր, ով շաբաթական ամենաշատն էր զանգում մորը, ով գալիս էր թե ծննդյան տոներին, թե պարզապես առանց առիթի։ Եվ նա միակն էր երեքից, ով տարիների ընթացքում Անահիտի հետ խոսում էր այնպես, ասես նա անուն սեփական պատմություն ունեցող մարդ էր։ Երբեմն նրան անունով էր դիմում։ Երբեմն հարցնում էր, ինչպես է նա, ոչ թե հպանցիկ, այլ կանգ առնելով պատասխանը լսելու համար։ Այս փոքրիկ տարբերություններն էին, որ Անահիտը սովորել էր նկատել։ Այն ձը, որով մարդը նայում է քո աչքերին, երբ ինչ-որ բան է հարցնում։ Այն ձը, որով մյուսը նայում է քո ուսի վրայով, պատասխանին սպասելիս։ Տարբերություններ, որոնք ոչինչ չէին արժենում անողի համար, բայց հսկայական կշիռ ունեին ստացողի համար։ Տիկին Արփենիկը դժվար մարդ էր եղել։ Անահիտն այդ հարցում իրեն չէր խաբում։ Նա պահանջկոտ էր մի չափանիշով, որը չէր հանդուրժում սխալներ, հազվադեպ էր ուղղակի գովեստներ շռայլում, որովհետև տիկին Արփենիկն այն սերնդից էր, որը համարում էր, որ լավ աշխատելը պարտականություն է, ոչ թե արժանի։ Նա փակ էր իր ցավի մեջ, հատկապես այն բանից հետո, երբ պարոն Արմենը հեռացավ կյանքից, երբ երեխաները դեռ հոր կարիքն ունեին, այդ փակ ցավը վերածել էր մի կեղի, որը երբեմն դաժանություն էր թվում, բայց Անահիտը մոտիկից սովորել էր դա ճանաչել որպես պաշտպանություն։ Նրանց երկուսի մեջ կար մի պատմություն, որը հեշտ անուն չուներ։ Դա ընկերություն չէր, որովհետև ընկերությունը ենթադրում է համաչափություն, իսկ նրանց մեջ երբեք համաչափություն չէր եղել։ Դա միայն աշխատանք չէր, որովհետև աշխատանքը չի բացատրում այն գիշերները, երբ տիկին Արփենիկը կանչում էր Անահիտին թեյ խմելու երեկոյան 10-ին, նրանք խոհանոցում խոսում էին բաներից, որոնք հրատապ չէին։ Դա ընտանիք չէր, որովհետև ընտանիքն այն կապն է, որի մասին հայտարարում են։ Դա մի բան էր, որ գոյություն ուներ երկու ծայրահեղությունների մեջ, առանց կատեգորիայի մի տարածքում, միգուցե հենց կատեգորիա չունենալու պատճառով էր, որ այն այդքան երկար տեց։ Կային պահեր, որոնք մնացին։ 2003-ի ամանորը, երբ Սաթենիկն ու Արամը չեղարկել էին գալը նախորդ օրը, տիկին Արփենիկը նստած էր մնացել ճաշասեղանի շուրջ, ասեղնագործ սփռոցով, նուրբ հախճապակյա սպասքով հնդկահավով, որն Անահիտը պատրաստել էր դեռ նախորդ օրվանից, նայելով դատարկ տեղերին։ Անահիտը ներս էր մտել, նստել կողքի աթոռին ու ասել. «Տիկին Արփենիկ, դուք այս հնդկահավը միայնակ չեք ուտելու»։ Տիկին Արփենիկը լռել էր։ Հետո ասել էր. «Ուրեմն մի ափսե էլ բեր, Անահիտ»։ Եվ նրանք երկուսով ճաշել էին ասեղնագործ սփռոցով ու նուրբ սպասքով, առանց կարիք ունենալու մեկնաբանելու, թե դա ինչ էր։ Կար 2011-ի ձմեռը, երբ տիկին Արփենիկը գիշերվա 3-ին ընկել էր լոգարանում թույլ ձայնով կանչել Անահիտին։ Նա վազելով իջել էր, գտել տիրուհուն մարմարյա հատակին, վնասված դաստակով այնպիսի մեծ հպարտությամբ, որը թույլ չէր տալիս նրան լաց լինել։ Նա մնացել էր այնտեղ նրա հետ, սպասելով լուսանալուն, որ բժիշկ կանչի, որովհետև տիկին Արփենիկը խնդրել էր այն ձայնով, որով հազվադեպ էր որևէ բան խնդրում, սպասել մինչ առավոտ։ Անահիտը մնացել էր։ Երկուսի տակ էլ սրբիչ էր փռել, որ ցուրտը շատ չնեղի, ու մնացել էր։ Եվ կար այն օրը, երբ տիկին Արփենիկը հարցրել էր 2019-ի օգոստոսյան մի անձրոտ կեսօրին, թե ինչու Անահիտը երբեք չհեռացավ։ Դա ուղղակի հարց էր, առանց նախապատրաստության։ Անահիտը պատասխանել էր այն ազնվությամբ, որը պահում էր արժանի հարցերի համար։ Որովհետև դուք դրա կարիքն ունեիք, տիկին Արփենիկ։ Եվ որովհետև ես էլ ունեի, պարզապես ժամանակ պահանջվեց հասկանալու համար, թե ինչի։ Տիկին Արփենիկը երկար ժամանակ լռել էր։ Հետո ասել էր. «Ես միշտ չէ, որ հեշտ եմ եղել քեզ հետ»։ Անահիտը պատասխանել էր. «Չեք եղել»։ Տիկին Արփենիկն ասել էր. «Բայց դու, մի նույն է, մնացիր»։ Եվ դրա մեջ կար մի տեսակ ճանաչում, որը ներողություն չէր, բայց կշիռ ուներ դրա պես, որն Անահիտն ընդունել ու պահել էր նույն տեղում, որտեղ պահում էր բոլոր կարևոր բաները։ Մարտյան այդ առավոտյան, տիկին Արփենիկի իր սենյակում խաղաղ հեռանալուց 3 շաբաթ անց, երբ նրա կողքին միայն Անահիտն ու վերջին ամիսների բուժքույրն էին, որդիները ժամանեցին Վահագնի առանձնատուն, ճամպրուկներով, փաստաբաններով այն մարդկանց հրատապությամբ, ովքեր եկել են լուծելու այն, ինչ պետք է լուծվի, քանի դեռ ինչ-որ բան ձեռքից չի փախել։ Արամն առաջինն էր եկել։
Մտել էր գլխավոր դռնով, անցել հյուրասենյակով, առանց նայելու որևէ բանի, բացի երրորդ հարկի աշխատասենյակի միջանցքից, երբ նախասրահում հանդիպել էր Անահիտին, առանց կանգ առնելու, առանց նայելու, միայն ասել էր. «Կարող ես սկսել հավաքել իրերդ։ Մեզ պետք է, որ մինչ շաբաթվա վերջ տունը կարգի բերված լինի»։ Անահիտը մի պահ կանգնած էր մնացել նախասրահում, փոշու լաթը ձեռքին, նայելով Արամի թիկունքին, ով արդեն բարձրանում էր աստիճաններով։ Նա արել էր այն, ինչ անում էր, երբ իրեն մի ակնթարթ էր պետք զգացածը դասավորելու համար, նախքան որոշելը, թե ինչ անել։ Գնացել էր խոհանոց, սուրճ դնելու։ Սաթենիկը եկել էր 1 ժամ անց, մեծ ճամպրուկով այնպիսի ոգորությամբ, որը բնորոշ է ժառանգության բաժանմանը նախորդող պահերին։ Խոհանոցում գրկել էր Անահիտին, ասել էր, որ ամեն ինչ շատ դժվար է, որ մոր կորուստն անչափելի ցավ է, հարցրել էր՝ սուրճ կա։ Անահիտը մատուցել էր։ Սաթենիկը խմել էր, խոսելով այգու հյուրասենյակի պահարանի մասին, որտեղ արժեքավոր իրեր կային, որոնք պետք է գնահատվեին, դուրս էր եկել խոհանոցից, առանց հարցնելու, թե Անահիտն ինչպես է։ Հայկը եկել էր վերջինը, կեսօրին, հետնամասի դռնով, որը միշտ էր օգտագործում, որովհետև փոքրուց սովորել էր, որ այն ուղիղ տանում է դեպի խոհանոց, իսկ խոհանոցն այդ տան սիրտն էր։ Նա գտել էր Անահիտին սեղանի շուրջ նստած, առջում մի բաժակ սառած թեյ, մի հայացք, որը նա անմիջապես կարդացել էր։ Նա նստել էր սեղանի մյուս կողմում, սկզբում ոչինչ չասելով։ Հետո հարցրել էր այն ուղղակի ձայնով, որը ժառանգել էր մորից, բայց այնպիսի մեղմությամբ, որն իրենն էր։ Արամն ինչ-որ բան է ասել։ Անահիտը բարձրացրել էր աչքերը։ Ասաց, որ իրերս հավաքեմ։ Հայկը լռել էր։ Ձեռքը տարել էր մազերին, մի շարժում, որն Անահիտը տեսել էր նրա մոտ դեռ 15 տարեկանից, երբ նա վրդովված էր լինում։ Հետո ասել էր. «Ես դրա մասին չգիտեի, Անահիտ։ Դու իմ համարն ունես։ Եթե ինչ-որ բան պետք լինի, զանգիր»։ Դա շատ բան չէր։ Բայց դա իրական էր, Անահիտը գիտեր տարբերությունը իրականի արարողակարգի միջ։ Այդ գիշեր, երբ երեքն էլ գնացել էին ընթրելու, տանը տիրել էր այն լռությունը, որն ունենում են միայն մեծ տները, առաջ իր հետոյի արանքում, Անահիտն առաջին անգամ բարձրացավ տիկին Արփենիկի սենյակ, տիրուհու հեռանալուց հետո։ Մի պահ կանգնեց դռան մոտ, ձեռքը փայտին հենած, զգալով բացակայությամբ լցված տարածք մտնելու ծանրությունը։ Ներս էր մտել։ Քայլել էր դեպի պատուհանը, որը նայում էր այգուն, նույն պատուհանը, որտեղից տիկին Արփենիկը նայում էր այն կեսօրներին, երբ ծնկները թույլ չէին տալիս պատշգամբ դուրս գալ։ Մի պահ կանգնել էր այնտեղ, նայելով մութ այգուն, մտածել էր 30 տարիների մասին այնպես, որը ոչ կարոտախտ էր, ոչ էլ զղջում։ Դա գույքագրում էր։ Այն տեսակը, որն անում ենք, երբ մի փուլն ավարտվում է, իսկ հաջորդ գլուխը դեռ անուն չունի։ Տիկին Արփենիկի հարդարասեղանի վրա, պարոն Արմենի երիտասարդ տարիների լուսանկարի կողքին, կար մի փակ ծրար Անահիտի անունով, գրված այն ձեռագրով, որը նա ճանաչում էր, որովհետև 3 տասնամյակ կարդացել էր այդ ձեռագրով գրված գրությունները։ Դա ամուր թեքված գիր էր, մի կնոջ, ով սովորել էր գրել այն ժամանակներում, երբ գրում էին խնամքով։ Անահիտը երկար ժամանակ նայել էր ծրարին, նախքան դրան դիպչելը։ Վերցրել էր 2 ձեռքով, զգալով թղթի ծանրությունը, այդպես կանգնած էր մնացել հարդարասեղանի մոտ, պատուհանի հետում մութ այգին, իսկ շուրջը տան լռությունը։ Չէր բացել։ Դեռ ժամանակը չէր։ Ծրարով դուրս էր եկել սենյակից, իջել սպասուհու իր սենյակը, պառկել մահճակալին, ծրարը կրծքին սեղմած, նայել էր առաստաղին, մինչդեռ Երանը դրսում իր սովորական աղմուկն էր անում, այն աղմուկը, որը երբեք չի դադարում, որն այդ տանը նրա կյանքի 30 տարիների ձայնային ֆոնն էր եղել։ Մտածել էր գորգի այն ճաշարանի մասին, որն այդպես էլ չբացվեց։ Մտածել էր մոր մասին, ում թողել էր Վանաձորում, երբ 26 տարեկան էր, ով հեռացել էր կյանքից 11 տարի անց, երբ Անահիտը միայնակ ավտոբուսով վերադարձել էր Մարս հուղարկավորությանը, որովհետև Երանում ոչ ոք չկար, որ իր հետ գնար։ Մտածել էր խոհանոցում թեյ խմելու կեսօրների, ամանորի ընթրիքների, անձրոտ գիշերների այն առավոտների մասին, երբ արթնացել էր 5-ին սուրճը պատրաստելու համար, նախքան տիկին Արփենիկը կիջներ, որովհետև տիկին Արփենիկն ատում էր սուրճին սպասելը։ Եվ մտածել էր, որ 30 տարի նվիրել էր մի դժվար կնոջ մի տան, որն իրենը չէր, որ այդ ժամանակն իրական արժեք էր ունեցել, արժեցել էր ճաշարանը, գորգին միգուցե այլ բաներ, որոնք դեռ լիարժեք անուն չունեին։ Բայց չնայած դրան, սպասուհու սենյակի այդ մահճակալին, ծրարը կրծքին, նա չէր կարող ասել, թե սխալ է վարվել։
Նա արել էր այն, ինչ արել էր, որովհետև զգացել էր, որ դա այն էր, ինչ պետք էր անել, այդ հստակությունը չէր փոքրացնում գինը, բայց այլ կերպ էր դարձնում ծանրությունը։ Փակել էր աչքերը։ Ծրարը սառն էր մատների տակ։ Իսկ երանը դրսում շարունակում էր արթուն մնալ անտարբեր համար, ինչպես միշտ, մինչդեռ Վահագնի առանձնատան 30 տարվա տնտեսուհի Անահիտ Կարապետյանը փորձում էր քնել այն օրվա նախօրեին, երբ ամեն ինչ պետք է փոխեր իր չափսերը։ Հաջորդ առավոտը եկավ Երանի մարտյան այն սառը լույսով, որն ունի գորշ որակ օրն ավելի լուրջ է դարձնում, քան այն կլիներ արի տակ։ Անահիտը քիչ էր քնել, շուտ էր արթնացել, ինչպես միշտ։ Նրա մարմինը չգիտեր այլ կերպ վարվել 30 տարվա սովորությունից հետո։ 5:40-ին նա արդեն ոտքի վրա էր, սովորության համաձայն հագել էր համազգեստը, նախքան հիշելը, որ այդ սովորությունը միգուցե պիտանելիության ժամկետ ունի, իջել էր խոհանոց անելու այն, ինչ գիտեր անել առաջինը, երբ աշխարհը չափազանց ծանր էր թվում, սուրճ եփել։ Ծրարը գոգնոցի գրպանում էր։ Այնտեղ էր դրել քնելուց առաջ, մեխանիկական շարժումով, ասես գիտեր, որ այն պետք է մոտ լինի, բայց բացելու ժամանակը դեռ չի եկել։ Մինչ սուրճը պատրաստվում էր, նա կանգնել էր պատուհանի մոտ, նայելով այգուն, որը սկսում էր ելալ առավոտյան դանդաղ լույսի տակ։ Այն այգին, որին նա խնամել էր 30 տարի։ Նա, ով գիտեր, թե յուրաքանչյուր բույս որտեղ է, նա, ով խնդրել էր, որ վարդի թուփը տնկեն ձախ անկյունում, որովհետև տիկին Արփենիկն այն տեսնում էր ննջասենյակի պատուհանից։ 7-ից առաջ վերի հարկում քայլեր լսեց։ Արամը։ Անահիտը լցրեց երկրորդ բաժակը, թողեց սեղանին, ոչ թե այն պատճառով, որ նա արժանի էր այդ բարությանը, այլ որովհետև հոգ տանելու սովորությունն ավելի ուժեղ էր, քան վիրավորանքը։ Արամն իջավ կոստյումով։ Մտավ խոհանոց, նայեց բաժակին, շնորհակալություն չասաց, վերցրեց ու խմեց ոտքի վրա։ Հետո նայեց Անահիտին ու ասաց. Անահիտ, դու ժամանակ ունես մինչ ուրբաթ։ 4 օր։ Հավաքիր իրեր, սենյակը կարգի բեր։ Այն բնակարանը, որ մայրս վարձել էր քեզ համար, ամսվա վերջին ազատվում է։ Անահիտը նայեց նրան։ Բնակարան, հարցրեց նա։ Արամը թեթակի կիտեց հոնքերը։ Բաղրամյան պողոտայի բնակարանը։ Մայրս վարձը վճարում էր 2017 թվականից։ Դա նշված է վերանայված աշխատանքային պայմանագրում։ Չգիտեիր։ Անահիտը չգիտեր։ Տիկին Արփենիկն այդ ամենը կազմակերպել էր առանց ասելու, պարզապես բնակարանը տրամադրել էր որպես մի խոսակցության մաս, որը Անահիտը երբեք չէր ունեցել։ Դա նրա ոճն էր։ Անել բաներ առանց հայտարարելու, ասես մեծահոգությունը պարզապես լոգիստիկա էր։ Ուրեմն բնակարանը փակվում է ամսվա վերջին, կրկնեց Արամը։ Դու մինչ շաբաթվա վերջ կստանաս աշխատանքային պայմանագրի վերջնահաշվարկը, ճիշտ հաշվարկված բոլոր իրավունքներով։ Փաստաբանն արդեն զբաղվում է։ Հարցեր կան։ Անահիտն ասաց այն հանգիստ ձայնով, որն օգտագործում էր, երբ շատ բան էր պահում ներսում։ Ոչ։ Կարող եք գնալ։ Արամը դուրս եկավ։ Անահիտը մնաց միայնակ խոհանոցում, բաժակը ձեռքին բնակարանի մասին այդ նոր տեղեկությամբ, որը միաժամանակ բարություն էր, մի բանի հաստատում, որը նա զգացել էր, բայց երբեք չէր անվանել։ Որ տիկին Արփենիկը մտածել էր իր մասին։ Մտածել էր, թե ինչ կլինի, երբ ինքը հեռանա։ Եվ ինչ որ բան էր արել այդ ուղղությամբ, իր ձով, առանց զգուշացնելու։ Սաթենիկն իջավ 9:30 խալաթով, հեռախոսը ձեռքին։ Կաթով սուրճ խնդրեց, հարցրեց թխվածքաբլիթ կա 20 րոպե հեռախոսով խոսեց պահարանի գնահատման մասին դուրս եկավ խոհանոցից, առանց Անահիտին ուղղակի որևէ բան ասելու, բացի նրանից, երբ արդեն դռան մոտ էր։ Այ, Անահիտ, երբ սենյակդ հավաքես, առանձնացրու այն ամենը, ինչը տանն է պատկանում, ոչ թե անձնական է։ Գույքագրումը պետք է ամբողջական լինի։ Անահիտը գլխով արեց։ Ոչինչ չասաց։ Հայկը եկավ 10-ին, հետնամասի դռնով, ինչպես միշտ։ Գտավ Անահիտին սեղանի շուրջ նստած, ծրարը ձեռքին, մի պահ կանգ առավ։ Նրա կեցվածքի մեջ կար մի բան, որը սովորական չէր, մի անշարժություն, որը ոչ թե հանգիստ էր, այլ նրան փոփում։ Նա եկավ ու նստեց մյուս կողմում։ Լռեց, նայելով ծրարին։ Հետո հարցրեց. Մորից է։ Անահիտը գլխով հաստատեց։ Հայկը լուռ մնաց։ Չհարցրեց, թե ինչ կա ներսում։ Չառաջարկեց, որ բացի։ Պարզապես նստեց այնտեղ, որպես մեկը, ով միտումնավոր ընկերակցում է։
Որոշ ժամանակ անց Անահիտն ասաց. «Եղբայրդ առավոտյան այստեղ էր»։ Լսեցի։ Անահիտ, բնակարանի մասով, ես չգիտեի, որ ժամկետն այդպիսին է։ Եթե քեզ ավելի շատ ժամանակ է պետք, ես կարող եմ դա լուծել։ Նա նայեց նրան։ Ինչու պիտի դա անեք։ Հայկը ձեռքը տարավ մազերին, իր սովորական ձով։ Որովհետև դու 30 տարի հոգ ես տարել մորս մասին։ Եվ մեր մասին, նույնիսկ եթե մենք այն ժամանակ դա լավ չէինք գիտակցում։ Դա մի արժեք ունի, որը պայմանագրի վերջնահաշվարկում չի երում։ Նրա խոսքերի մեջ կար մի ազնվություն, որն Անահիտն ընդունեց խնամքով։ Նա ճանաչում էր Հայկին այն օրվանից, երբ նա 15 տարեկան էր։ Գիտեր տարբերել։ Շնորհակալություն, ասաց նա։ Բայց կարծում եմ, իսկապես ժամանակն է։ Ինչի՞։ Ժամանակը։ Անահիտը նայեց ծրարին։ Իմանալու, թե նա ինչ է թողել այստեղ։ Եվ հասկանալու, թե ես ինչ եմ անելու դրանից հետո։ Հայկը լռեց։ Հետո ասել. Կարող եմ մնալ այստեղ, մինչ կարդաս։ Նա մի պահ մտածեց։ Հետո ասաց. Կարող եք։ Նա բացեց ծրարն այն մարդու հանգստությամբ, ով արդեն անցել է ամենադժվարի միջով։ Թուղթը հաստ էր, 3 տակ ծալված, այն ամուր թեքված ձեռագրով, որը նա անգիր գիտեր։ Կարդաց լուր, յուրաքանչյուր բառը կլանելով ոչ միայն աչքերով, այլ ամբողջ մարմնով։ Հայկը նստած էր սեղանի մյուս կողմում, առանց ձայն հանելու, հարգելով այդ պահի շուրջը ստեղծված տարածությունը։ Նամակը 4 էջ էր։ Երբ ավարտեց, նա խնամքով նորից ծալեց թուղթը, ծրարը պահեց ձեռքերի մեջ։ Հետո հայացքը բարձրացրեց դեպի Հայկը։ Նրա դեմքին այն մարդու արտահայտությունն էր, ով հասկանում էր, որ խոսակցությունն ավելի լուրջ է դարձել, քան սպասում էր։ Նա ինձ համար ինչ-որ բան է թողել, ասաց Անահիտը։ Հայկը զարմացած չթվաց, ինչը առաջին նշանն էր, որ կար մի բան, որ նա գիտեր դեռ չէր ասել։ Սեփականություն, ասաց Անահիտը։ Մի տուն սանում։ Եվ մի բացատրություն։ Հայկն անշարժացավ։ Հետո ասաց չափազանց զգույշ ձայնով. Ես գիտեի, որ նա սանում անշարժ գույք ուներ։ Չգիտեի, թե ինչ էր որոշել անել դրա հետ։ Անահիտն ասաց. Ինչ գիտեիր, Հայկ։ Նա ձեռքը տարավ մազերին։ Ասաց, գիտեի, որ նա քո մասին մտածում էր ոչ միայն որպես տիրուհի։ Մի անգամ լսեցի, թե ինչպես էր նա քո մասին խոսում մի հին փաստաբանի հետ։ Նա ասաց, որ կան մարդիկ, ովքեր մնում են, մարդիկ, ովքեր հեռանում են, նա, ով մնում է, արժանի է հիշվելու այնպես, որ դա ավելի երկար տի, քան խոսքերը։ Ես չգիտեի, թե նա կոնկրետ ինչ է արել այդ ուղղությամբ։ Բայց սա ինձ չի զարմացնում։ Դրսում այգին լի էր լույսով, ары ճեղքել էր ամպերը լուսավորում էր ձախ անկյունի վարդի թուփը։ Անահիտը նայեց դրան։ Մտածեց տիկին Արփենիկի մասին, ով վերջին տարիներին ննջասենյակի պատուհանից նայում էր հենց այդ վարդի թփին։ Հետո ասաց. Հայկ, երբ քույրդ ու եղբայրդ իմանան, դժվար կլինի։ Նա ասաց. Գիտեմ։ Նրանք կարծում են, որ ես ոչ մի բանի իրավունք չունեմ։ Նա հաստատակամորեն ասաց. Նրանք սխալվում են։ Հենց այդ պահին Սաթենիկը մտավ խոհանոց։ Նայեց սեղանի շուրջ նստած երկուսին այնպիսի հետաքրքրությամբ, որը չթաքցրեց։ Ինչ է կատարվում այստեղ։ Անահիտը ծրարը պահեց գոգնոցի գրպանում։ Ոչինչ, ասաց Հայկը։ Պարզապես զրուցում էինք։ Սաթենիկը նայեց մեկին, հետո մյուսին։ Հետո ասաց. Դե գնահատողը, ում ես կանչել եմ պահարանի համար, այսօր պետք է մտնի 3-րդ հարկի աշխատասենյակ։ Անահիտ, բանալին քեզ մոտ է։ Անահիտն ասաց. Աշխատասենյակի բանալին տիկին Արփենիկի մոտ էր։ Ես չգիտեմ հիմա որտեղ է։ Սաթենիկը թեթ հոգոց հանեց։ Ուրեմն պետք է Արամին ասեմ, որ փականագործ կանչի։ Ինչքան գործ։ Եվ նայեց հեռախոսին, ասես արդեն հաղորդագրություն էր գրում եղբորը։ Հայկը նայում էր քրոջն այնպիսի հայացքով, որի մեջ շատ բան կար, բայց ոչինչ դուրս չէր գալիս։ Հետո նայեց Անահիտին։ Եվ Անահիտը նայեց նրան այն մարդկանց հասկացողությամբ, ովքեր տարիներ շարունակ կիսել են խոհանոցը զարգացրել մի լեզու, որը բառերի կարիք չունի։ Այդ կեսօրին Անահիտը գնաց իր սենյակ, սկսեց հավաքել իրերը։
Նա քիչ անձնական իրեր ուներ, դա նրա ընտրած կյանքի առանձնահատկություններից էր։ Հագուստներ, մի քանի լուսանկար, մորը պատկանող մի համրիչ, Վանաձորի քրոջ նամակներով փայտե տուփը։ Եվ այն գիրքը, որը տիկին Արփենիկը նրան նվիրել էր 2008-ի ամանորին, մի հայ հեղինակի վեպ, առաջին էջի մակագրությամբ։ Անահիտին, ով իրերին խնամքով է վերաբերվում, ինչպես որ դրանք արժանի են։ Հարգանքով, Արփենիկ։ Նա երկար ժամանակ պահել էր այդ գիրքը, նախքան արկղի մեջ դնելը։ Հարգանքով։ Դա այն բառն էր, որ տիկին Արփենիկն էր ընտրել։ Ոչ թե գորովանք, ոչ թե քնքշանք, ոչ թե սեր։ Հարգանք։ Ինչը տիկին Արփենիկ Սահակյանի յուրահատուկ լեզվով շատ ավելի լուրջ բառ էր, քան թվում էր։ Ուրբաթ օրը Անահիտը վերջին անգամ անցավ տան միջանցքով, իր երկու արկղերով ու ճամպրուկով։ Սաթենիկը երկրորդ հարկում էր, հեռախոսով։ Արամը դեռ չէր եկել։ Հայկը հայտնվել էր 8-ին, թխվածքաբլիթներով, մնացել էր խոհանոցում, մինչ նա ավարտում էր, պարզապես ներկա լինելով։ Նախասրահում Անահիտը մի պահ կանգ առավ։ Նայեց հյուրասենյակին, որի ամեն դետալը գիտեր, միջանցքին, որն ավելել էր անհամար անգամներ, աստիճաններին, հետնամասի դռանը, որը տանում էր դեպի այգի վարդի թփին, որն այլս չէր տեսնելու առավոտյան։ Հայկը նրա կողքին էր։ Ասաց, դու չպետք է հեռանաս առանց այն բանի, որ ինչ-որ մեկը գնահատի այն, ինչ դու արել ես այստեղ։ Անահիտն ասաց. Քո գնահատականն արդեն իսկ մի բան է, Հայկ։ Նա բացեց գլխավոր դուռը։ Անահիտը դուրս եկավ, իջավ աստիճաններով արդեն մայթին էր, երբ լսեց Արամի ձայնը, ով եկել էր ավտոտնակի կողմից։ Անահիտ։ Բնակարանը պետք է, որ մինչ 22-ը ազատես։ Սեփականատերն այլ ծրագրեր ունի։ Նա անմիջապես շրջվեց։ Կանգնեց Վահագնի փողոցում, նայելով անցնող մեքենաներին, մյուս մայթին շան հետ զբոսնող կնոջը, հեռվից լսվող շինարարության աղմուկին։ Հետո շրջվեց դեպի Արամը այնպիսի հանգստությամբ, որը հնազանդություն չէր, այլ մի ուրիշ բան, մի բան, որ գալիս էր իմանալուց, որ այն, ինչ ունես, բավարար է գալիքի համար։ Միայն ասաց. Այդպես էլ կանեմ։ Եվ հեռացավ Վահագնի մայթով, երկու արկղով, ճամպրուկով գրպանում գտնվող ծրարով, մինչդեռ Երանը շարունակում էր իր սովորական աղմուկը, չիմանալով, որ սպիտակ մազերով ու հաստատուն քայլերով այդ կինը քայլում է դեպի կանգառ, գոգնոցի գրպանում տանելով մի բան, որը պետք է փոխեր ամեն ինչի չափսերը։ 3 օր անց Զեյթունի գրասենյակներից մեկում Անահիտը նստած էր փաստաբան Լուսինե Ավետիսյանի կողքին, 40-ն անց մի կին, կարճ մազերով հաստ շրջանակով ակնոցով, ով ուներ այն մարդու հանդարտ ձայնը, ով սովոր է բառերին կշիռ տալ, առանց ձայնը բարձրացնելու։ Փաստաբանի անունը նշված էր տիկին Արփենիկի նամակում, մի գրությամբ, որն ասում էր. Նա արդեն գիտի։ Գնա, երբ պատրաստ լինես։ Լուսինեն ժպտացել էր, երբ Անահիտը ներս էր մտել։ Ոչ թե գրասենյակային պաշտոնական ժպիտով, այլ ճանաչման ժպիտով։ Ասել էր. Տիկին Արփենիկն ինձ շատ է պատմել ձեր մասին։ Վերջին 2 տարիների ընթացքում, երբ պատրաստում էինք կտակը, ձեր անունն ավելի շատ է հայտնվել, քան կարող եք պատկերացնել։ Փաստաբանը բացեց թղթապանակը, սկսեց բացատրել։ Սանիտունը երկհարկանի առանձնատուն էր ափամերձ թաղամասում, լավ պահպանված, մասնակի տեսարանով դեպի ջուրը, որը տիկին Արփենիկը ձեռք էր բերել 1999-ին երբեք չէր վաճառել, չնայած բազմաթիվ առաջարկներին։ Կար նա կտակին կցված մի հաշիվ, մի գումարով, որը տիկին Արփենիկը տարիների ընթացքում պարբերաբար ավանդ էր դրել։ Մի պահուստ, որը փաստաբանն անվանեց արժանապատվության հիմնադրամ, հենց այն բառերով, որոնք տիկին Արփենիկն էր ընտրել փաստաթղթերում այդ միջոցն անվանելու համար։ Անահիտը նայեց իր առջ դրված թղթի թվերին։ Հետո հարցրեց. Ինչու նա ինձ ավելի շուտ չասաց։ Լուսինեն ասաց. Նա ինձ մի անգամ ասաց, որ դուք մնացել եք ձեր իսկ կամքով, նա ուզում էր, որ դա այդպես էլ շարունակվի։ Որ եթե դուք շուտ իմանայիք, ամբողջ կյանքում ձեզ հարցնելու էիք, մնացել եք ճիշտ պատճառով, թե սխալ։ Եվ նա նախընտրեց, որ դուք իմանաք հետո, երբ այլս ոչ մի կասկած չլինի, ինչու ի վերաբերյալ։ Անահիտը լռեց այս տեղեկությունից։ Դա հենց տիկին Արփենիկին բնորոշ մտածողություն էր։ Դա հենց այն պաշտպանությունն էր, որը տիրուհին մատուցում էր ամենաանհավանական, ամենալուր ձերով։ Եվ դրա տրամաբանության մեջ կար մի բան, որը ցավեցնում էր, միաժամանակ թեթացնում այնպես, որ Անահիտը պատրաստ չէր բարձրաձայն նկարագրել։
Երբ այդ կեսօրին նա դուրս եկավ գրասենյակից, նրա քայլվածքի մեջ ինչ-որ բան էր փոխվել։ Դա հիացմունք չէր, հաղթանակ չէր։ Դա այն մարդու թեթությունն էր, ով ուշացած, բայց լիարժեք ստանում է հաստատումը, որ իր տվածը նկատվել է, որ այն կարոր է եղել, որ ինքն անտեսանելի չի եղել։ Եվ այդ թեթության տակ կար նա գիտակցումը, որ երբ Արամն ու Սաթենիկն իմանան, ամեն ինչ դժվարանալու է այնպես, որ իրենից հաստատակամություն կպահանջվի, որին պետք է պատրաստվել հենց հիմա։ Նա վերցրեց հեռախոսը, հավաքեց Հայկի համարը։ Նա պատասխանեց երկրորդ զանգից։ Պետք է խոսենք, ասաց Անահիտը։ Կան բաներ, որ դու պետք է իմանաս, նախքան քույրդ ու եղբայրդ կիմանան փաստաբանից։ Կարճ դադար եղավ։ Հետո Հայկն ասաց այն ուղղակի ձայնով, որին նա սովորել էր վստահել։ Ասա, որտեղ ես։ Ես կգամ քո մոտ։ Եվ հենց այդ պահին կանգնած Զեյթունի մայթին մարտյան կեսօրվա արի տակ, Անահիտ Կարապետյանը հասկացավ, որ պատմության ամենադժվար մասը դեռ առջում է։ Եվ այս անգամ նա դրան չէր դիմավորելու գոգնոցով, գլուխը կախ, մի խոհանոցի հետնամասում, որն իրենը չէր։ Այս անգամ նա դիմավորելու էր դեմ առ դեմ, փաստաթղթերում իր անունով, այն իրավունքներով, որոնք 72 տարեկան մի կին 2 տասնամյակ լռությամբ նախապատրաստել էր իր համար, այն մարդու հստակությամբ, ով 30 տարի անցկացրել էր սովորելով տարբերությունը նրա միջ, ինչը տական է, նրա, ինչը տական է թվում։ Լուրն Արամին հասավ հինգշաբթի առավոտյան, ընտանեկան փաստաբանի զանգով, այնպիսի տոնով, որը հաշվարկված էր այն մարդու զգուշությամբ, ով գիտի, որ լուրն ընդունվելու է որպես հարված։ Արամը կանգնած էր մնացել կենտրոնի իր գրասենյակում, սեղանի հետում, պատուհանից նայելով Սայաթ Նովա պողոտային այն մարդու հայացքով, ով մշակում է մի տեղեկություն, որն ուղեղը հրաժարվում է ընդունել առաջին փորձից։ Նա խնդրել էր փաստաբանին կրկնել թվերը։ Փաստաբանը կրկնել էր։ Արամն ասել էր, որ հետ կզանգի անջատել էր։ Դա այն մարդու լռությունն էր, ով հայտնաբերում էր, որ գլխում եղած քարտեզը չի համապատասխանում իր արջ եղած տեղանքին։ Սանի սեփականությունն արժեր, ամենահամեստ գնահատմամբ, մոտ 200 միլիոն դրամ։ Հիմնադրամը, որը տիկին Արփենիկը ստեղծել էր տարիների ընթացքում, կազմում էր մի գումար, որը գլխում մնացել էր այն իրերի ամրությամբ, որոնք հեշտությամբ չեն անհետանում։ Եվ այդ ամենը պաշտոնապես թողնվել էր Անահիտ Մարիա Կարապետյանին, տնտեսուհուն, Բաղրամյան պողոտայի հասցեով։ Արամը զանգեց Սաթենիկին, նախքան Հայկին զանգելը։ Սաթենիկը պատասխանեց երրորդ զանգից 2 րոպեից պակաս ժամանակում հայտնվեց նույն վիճակում, ինչ եղբայրը։ Ինչպես թե նա թողել է սպասուհուն, ասաց նա ձայնով, որը կես տոնով բարձրացել էր առանց նրա նկատելու։ Դա հնարավոր է։ Իրավաբանորեն դա վավեր է։ Արամն ասաց, որ պետք է ճշտի փաստաբանի հետ, որ կտակը կարող է վիճարկվել որոշակի պայմաններում, որ այս շաբաթ հանդիպում է նշանակելու։ Սաթենիկն ասաց, որ դա ճիշտ չէ, որ իրենց մայրը վերջին շրջանում ակնհայտորեն լիարժեք վիճակում չի եղել, որ նա սեփական աչքերով է տեսել, թե ինչպես է նրա առողջությունը վատացել, որ այդ վիճակում գտնվող մարդու վրա կարող էին ազդել։ Արամն ասաց, որ հենց դա է այն կետը, որը փաստաբանը պետք է վերլուծի։ Հայկին վերջինը տեղեկացրին, ինչը պատահական չէր։ Արամը կրտսեր եղբորը զանգեց օրվա վերջում, երբ արդեն պայմանավորվել էր Սաթենիկի փաստաբանի հետ։ Խոսակցությունն ավելի կարճ եղավ, քան մյուսները։ Արամը բացատրեց կտակը։ Հայկը լսեց։ Եվ երբ Արամն ասաց, որ պատրաստվում են վիճարկել 3-ի աջակցությունն է պետք, Հայկը երկար ժամանակ լռեց, ինչն ինքնին պատասխան էր։ Հետո ասաց. Ես պետք է մտածեմ, Արամ։ Արամն ասաց. Մտածելու բան չկա։ Տնտեսուհին ազդել է մեր մոր վրա։ Դա միակ բացատրությունն է։ Հայկն ասաց. Ես կմտածեմ։ Եվ անջատեց։ Հենց այդ գիշեր Հայկը գնաց Բաղրամյան պողոտայի բնակարան։ Անահիտը բացեց դուռը մի արտահայտությամբ, որը զարմանք չէր։ Նա ներս մտավ, Անահիտը սուրճ դրեց, նրանք երկուսով նստեցին այն փոքրիկ խոհանոցում, որի վարձը տիկին Արփենիկը տարիներ շարունակ վճարել էր առանց ասելու։ Դա մի պարզ բնակարան էր, 2 սենյակ, պատուհանով դեպի Զեյթունի ծառաշատ փողոցը, Անահիտին բնորոշ կնիքով, որը այն մարդու կնիքն էր, ով տարածքը մաքուր է պահում ոչ թե պարտականությունից, այլ սեփական միջավայրի հանդեպ հարգանքից։ Հյուրասենյակի դարակին կար մի լուսանկար, միակ տեսանելի զարդարանքը, որը Հայկը ճանաչեց։ Դա 2012-ի ամանորի լուսանկարն էր, երբ տիկին Արփենիկը պնդել էր, որ բոլորով միասին լուսանկարվեն։
Նկարում 8 հոգի էին։ Անահիտը աջ անկյունում էր, այն զուսպ ժպիտով, որը բնորոշ է մեկին, ով գտնվում է մի գրանցման մեջ, որն իրենը չէ, բայց որն ընդունել է քաղաքավարությամբ։ Հայկը մի պահ նայեց լուսանկարին։ Հետո նստեց ու ասաց. «Արամը վիճարկելու է»։ «Գիտեմ», ասաց Անահիտը։ «Եվ Սաթենիկը նրա հետ է»։ Նա հաստատեց։ Հայկը բաժակը պահեց ձեռքերի մեջ։ «Ինչ ես անելու»։ Անահիտը լռեց։ Հետո ասաց. «Այն, ինչ միշտ եմ արել։ Այն, ինչ պետք է արվի»։ Հայկը նայեց նրան ուղղակի ուշադրությամբ։ «Անահիտ, դու գիտես, որ ես ճիշտ չեմ համարում այն, ինչ նրանք պատրաստվում են անել։ Բայց պետք է ազնիվ լինեմ։ Եթե այս գործը հասնի դատարան, այն երկար ու տհաճ է լինելու։ Քեզ ներկայացնելու են որպես մեկի, ով օգտվել է տարեց կնոջ թուլությունից։ Նրանք օգտագործելու են բժշկի յուրաքանչյուր այցելություն, տրամադրության յուրաքանչյուր փոփոխություն, ցանկացած բան, որը կարող է հիմնավորել այն փաստարկը, որ մայրս ի վիճակի չէր որոշում կայացնելու»։ Անահիտը նայեց նրան, առանց հայացքը թեքելու։ «Իսկ դու կարծում ես, որ նա ի վիճակի չէր»։ «Ոչ», ասաց Հայկը։ «Ես կարծում եմ, որ վերջին 2 տարիներին նա ավելի սթափ էր, քան իր կյանքի ցանկացած այլ պահին։ Ես դա տեսել եմ իմ սեփական աչքերով»։ «Ուրեմն դու գիտես ճշմարտությունը», ասաց Անահիտը։ «Գիտեմ։ Այն, ինչ դեռ չգիտեմ, թե ինչ անեմ դրա հետ»։ Հենց այդ պահին Անահիտը վեր կացավ, գնաց հյուրասենյակ, բացեց հարդարասեղանի վրայի փայտե տուփը, վերադարձավ մի այլ ծրարով։ Այն ավելի փոքր էր, փղոսկրագույն, Հայկին անունով, գրված նույն թեքված ձեռագրով։ Նա նայեց ծրարին։ Հետո Անահիտին։ Նորից ծրարին։ Նա ասաց. «Մայրդ սա քեզ համար է թողել»։ Նա խնդրեց, որ հանձնեմ, երբ ժամանակը գա։ Եվ կարծում եմ, եկել է։ Հայկը վերցրեց ծրարը 2 ձեռքով։ Երկար ժամանակ նայեց մոր ձեռագրով գրված իր անվանը։ Նրա դեմքին մի բան կար, որը միաժամանակ ճանաչում էր, ցավ, այն համակցությունը, որը հայտնվում է, երբ մարդ զգում է հեռացածի ներկայությունը։ Նա բացեց հենց այնտեղ, փոքրիկ խոհանոցում, մինչ սուրճը սառչում էր բաժակում։ Կարդաց լուր։ Երբ ավարտեց, նրա դեմքին այն մարդու արտահայտությունն էր, ով հասել է մի բանի հատակին այնտեղ գտել մի ամուր հող, որին չէր սպասում։ Մի պահ լուռ մնաց։ Հետո ասաց մի ձայնով, որն այլ որակ ուներ. «Նա քո մասին է գրել։ Այն մասին, թե դու ինչ ես եղել իր համար։ Նա ասել է բառեր, որոնք ես երբեք չեմ լսել նրանից բարձրաձայն»։ Անահիտը լռեց։ Նա շարունակեց. «Նա գրել է, որ դու եղել ես իր կյանքի ամենահաստատուն մարդը այն բանից հետո, երբ հայրս հեռացավ։ Որ եղել են օրեր, երբ միակ բանը, որ ստիպել է նրան վեր կենալ մահճակալից, այն իմանալն էր, որ դու խոհանոցում սուրճ ես եփում։ Նա հենց այդպես է գրել, Անահիտ։ Այդ բառերով»։ Անահիտը նայեց պատուհանին, դրսից առաշատ փողոցին, այն ծառերին, որոնց տերների միջով անցնում էր կեսօրվա ոսկեգույն լույսը, մի պահ մնաց այդպես, իր մեջ գրելով 30 տարվա վաղ առավոտները, եփված սուրճերը, մարմարյա հատակին անցկացրած գիշերները, ասեղնագործ սփռոցով 2 հոգու համար պատրաստված ամանորի ընթրիքները։ Ոչինչ չասաց։ Չկար ոչինչ, որ ավելի մեծ լիներ, քան դա։ Հայկը նորից ծալեց նամակը ծրարի մեջ։ Հետո նայեց Անահիտին այնպիսի հստակությամբ, որը նա ճանաչեց որպես որոշում։ Ասաց. «Ես կխոսեմ Արամի հետ։ Ոչ թե նրա դիրքորոշումը փոխելու համար, որովհետև գիտեմ, որ չեմ կարող, այլ հստակեցնելու համար, թե ես որտեղ եմ»։ «Որտեղ ես դու»։ հարցրեց նա։ «Քո կողքին», պարզապես ասաց նա։ Անահիտը մի պահ նայեց Հայկ Սահակյանին, մի պահ, որն իր մեջ ներառում էր այն ամենը, ինչ անցել էր նրա ընտանիքի իր միջ 3 տասնամյակի ընթացքում։ Այս 45 տարեկան տղամարդու մեջ կար այն 15 տարեկան տղան, ով սովորել էր սուրճ եփել մոր խոհանոցում, իր կողքին կար նա մի բան, որն իրենն էր, մի ընտրություն, որը նա հիմա էր անում, որը կախված չէր ժառանգությունից կամ ընտանեկան պատմությունից, այլ միայն ճիշտը տարբերելու ունակությունից։ Ասաց. «Շնորհակալություն, Հայկ»։ Նա գլխով արեց։ Եվ մնաց մի որոշ ժամանակ, խմելով արդեն սառած սուրճը, մինչդեռ երանի գիշերը պատուհանից ներս էր մտնում այն գույնով, երբ քաղաքը որոշում է, որ օրն ավարտվել է, սկսում է վառել այն լույսերը, որոնք երբեք չեն մարում։
Երեք քույր ու եղբայրների հանդիպումը տեղի ունեցավ 2 օր անց, շաբաթ առավոտյան, Վահագնի տանը, որը դեռ գույքագրման գործընթացի մեջ էր։ Արամը կանչել էր նրանց, պատրաստել էր ամփոփագիր փաստաբանի հետ, կազմակերպել էր իրավիճակն այն մարդու արդյունավետությամբ, ով ընտանեկան կոնֆլիկտը վերածում է ժողովի օրակարգի, որովհետև այդպես ավելի հեշտ է։ Սաթենիկը եկավ թխվածքաբլիթներով այն մարդու արտահայտությամբ, ով օրեր շարունակ ծամել է անարդարության զգացումը։ Հայկը եկավ վերջինը, սովորության համաձայն հետնամասի դռնով, կանգնեց հյուրասենյակի մի անկյունում, ձեռքերը կրծքին խաչած այն հանգստությամբ, որը քույրն ու եղբայրը ճանաչեցին որպես մի տեսակ, որը նախորդում է դիրքորոշմանը, ոչ թե համաձայնությանը։ Արամը ներկայացրեց գործը ճշգրտությամբ։ Ասաց, որ կտակը կազմվել է ընտանեկան փաստաբանի թիկունքում, որ տիկին Արփենիկը վարձել է արտաքին փաստաբանի, առանց երեխաներից որը մեկին տեղյակ պահելու, ինչն ինքնին արդեն հարցեր է առաջացնում։ Ասաց, որ տնտեսուհին վերջին տարիներին արտոնյալ հասանելիություն է ունեցել մորը, հատկապես առողջության վատացումից հետո, որ այդ հասանելիությունը ստեղծում է պոտենցիալ ազդեցության իրավիճակ, որը պետք է հետաքննվի։ Ասաց, որ վիճարկելու իրավական հիմքեր կան, փաստաբանը վստահ է։ Սաթենիկն ասաց, որ հենց այդպես էլ կա, որ իրենց մայրը կախվածության մեջ է ընկել Անահիտից մի ձով, որը առողջ չէր, որ նա դա նկատել էր վերջին այցելությունների ժամանակ, որ կախյալ մարդուն կարելի է ուղղորդել առանց նրա նկատելու։ Հայկը լսեց ամեն ինչ, առանց ընդհատելու։ Երբ Արամն ավարտեց, նա մի պահ լռեց։ Հետո հարցրեց. «Քանի՞» այցելություն ես կատարել վերջին 2 տարում, Սաթենիկ։ Սաթենիկը գիտեց հոնքերը։ «Դա ինչ կապ ունի»։ «Ամեն ինչ կապ ունի», ասաց Հայկը։ «Որովհետև դու խոսում ես կախվածության մասին, ասես դրա վկան ես եղել, ես ուզում եմ իմանալ, որտեղից է այդ տեղեկությունը, քանի որ դու այստեղ հայտնվել ես, դու ինքդ ես ինձ պատմել 14 անգամ 2 տարվա մեջ։ Ես հաշվում եմ, որովհետև հիշողություն ունեմ, որովհետև կարորել եմ ուշադրություն դարձնելը»։ Սաթենիկը բացեց բերանը։ Արամը ձեռքի շարժում արեց, ասես ուզում էր վերահսկել ժողովի ռիթմը, որը դուրս էր գալիս օրակարգից։ Ասաց. «Հայկ, սա այցելությունների քանակի մասին չէ։ Սա ընտանեկան ժառանգությունը պաշտպանելու մասին է»։ Ընտանեկան ժառանգություն, կրկնեց Հայկը բոլորովին հարթ դրա պատճառով ավելի ծանր ձայնով, քան եթե այն փոխված լիներ։ Արամ, մեր մայրն իրավունք ուներ անելու այն, ինչ ուզում էր իրեն պատկանող իրերի հետ։ Այս տունը, այս գումարը, սանի սեփականությունը, ամեն ինչ իրենն էր։ Եվ նա որոշեց իր խելքով, որը շատ լավ աշխատում էր մինչ վերջին ամիսը, ինչը ես գիտեմ, որովհետև պարբերաբար այստեղ էի, թե ինչ անել իր ունեցածի հետ։ Եվ մենք նստելու ենք այս սենյակում ու ասելու ենք, որ նա սխալվել է։ Արամն ասաց. «Մենք ասելու ենք, որ նրա վրա ազդել են»։ Հայկը նայեց եղբորը։ Հետո ասաց. «Անահիտն այստեղ անցկացրել է 30 տարի։ 30 տարի անելով այն, ինչ մեզանից ոչ մեկը հետողականորեն չի արել, ներկա լինել։ Ես դա տեսել եմ։ Դու նույնպես տեսել ես։ Դու պարզապես ընտրում ես հիմա չհիշել, որովհետև դա ավելի հեշտ է, քան ընդունելը»։ Այն լռությունը, որը տիրեց սենյակում, մի որակ ուներ, որը ոչ մի օրակարգային ժողով չի կարող արտադրել։ Դա այն լռությունն էր, երբ ճշմարտությունը գալիս է առանց զգուշացնելու, ամբողջ սենյակին ժամանակ է պետք, հասկանալու համար, թե ինչ անել դրա հետ։ Սաթենիկն ասաց մի ձայնով, որն իջել էր նախորդ տոնից. «Հայկ, այդքան պարզ չէ»։ «Պարզ չէ», համաձայնեց Հայկը։ «Բայց այն, ինչ դուք պատրաստվում եք անել, ավելի բարդ է։ Որովհետև դուք մտնելու եք մի գործընթացի մեջ, ծախսելու եք ժամանակ ու գումար, վերջում փորձելու եք խլել մի կնոջից, ով 30 տարի արժանապատվությամբ ծառայել է այս ընտանիքին, միակ ճանաչումը, որը մայրիկը կարողացել է տալ նրան։ Եվ ես չեմ կարող մասնակցել դրան»։ Արամն ասաց այնպիսի սառնությամբ, որը օբյեկտիվության տակ թաքնված հեռավորություն էր։ «Դու ասում ես, որ մեզ դեմ ես դուրս գալու»։ «Ասում եմ, որ ձեզ չեմ միանալու», ասաց Հայկը։ «Դրանք տարբեր բաներ են»։ Նա դուրս եկավ հետնամասի դռնով, ինչպես եկել էր, այն մարդու հանգստությամբ, ով որոշում է կայացրել դրա համար հավանության կարիք չունի։ Իսկ Վահագնի առանձնատան հյուրասենյակում մնացին Արամն ու Սաթենիկը, ովքեր նայեցին միմյանց այն մարդկանց արտահայտությամբ, ովքեր նոր հայտնաբերեցին, որ շախմատային տախտակը, որն իրենց վերահսկողության տակ էին համարում, ունի մի քար, որն իրենց նախատեսած տեղում չէր։ Հենց այդ կեսօրին Անահիտը բնակարանում էր, երբ հեռախոսը զանգեց մի համարից, որը չճանաչեց։ Պատասխանեց.
Մի կնոջ ձայն էր, հանգիստ, որն ասաց. «Անահիտ, ես Մարիամն եմ, Հայկի կինը։ Գիտեմ, որ մենք երբեք շատ չենք խոսել, բայց Հայկն ինձ ամեն ինչ պատմեց, ուզում էի, որ իմանաս, մենք քո կողքին ենք»։ Երկուսով։ Անահիտը կանգնած մնաց հեռախոսն ականջին, նայելով կեսօրվա ծառերին։ Այդ զանգի մեջ կար մի բան, որը եկել էր մի տեղից, որին չէր սպասել։ Դա տիկին Արփենիկի ճանաչումը չէր, որն արժեցել էր տասնամյակներ։ Դա մի մարդու ինքնաբուխ ճանաչումն էր, ով ոչինչ պարտք չէր, ով որոշել էր զանգել, մի նույնը։ «Շնորհակալություն, Մարիամ», ասաց Անահիտը։ Կինն ասաց. «Տիկին Արփենիկը ճիշտ է վարվել։ Թույլ մի տուր, որ որևէ մեկը դա խլի քեզանից»։ Անահիտն ասաց. «Չեմ պատրաստվում»։ Նա անջատեց։ Մնաց պատուհանի մոտ, հեռախոսը ձեռքին, մտածեց, որ կա ուժի մի տեսակ, որը չի գալիս պայքարից կամ ճառերից։ Այն գալիս է իմանալուց, որ արվածը ճիշտ է արվել, որ ճիշտն ունի մի ամրություն, որը ժամանակը չի քայքայում, որը ոչ մի դատական գործընթաց չի կարող լիովին քանդել, որովհետև մի բանի ճշմարտությունը գոյություն ունի անկախ նրանից, թե ով է փորձում վերագրել դրա պատմությունը։ Եվ այդ հաստատակամության տակ կար նա մի կարոտ, որը հստակ հասցե չուներ։ Դա միայն տիկին Արփենիկի կարոտը չէր, թե դա էլ էր։ Դա մի ներկայության, մի առօրյայի գոյության մի ձի կարոտ էր, որը տել էր 30 տարի ավարտվել մի ուրբաթ առավոտյան, մի ճամպրուկով, երկու արկղով առանց որևէ արարողության։ Այն կյանքը, որ նա ապրել էր այդ տանը, իրական էր։ Խնամքն իրական էր եղել։ Մարմարյա հատակին անցկացրած գիշերները, ճիշտ չափով բովված հացերը, ժամը 6-ից առաջ պատրաստված սուրճերը, առանց հրատապ թեմայի թեյ խմելու կեսօրները։ Ամեն ինչ իրական էր եղել։ Եվ տիկին Արփենիկը դա գիտեր։ Գիտեր այն մարդկանց հստակությամբ, ովքեր կյանքի վերջում տեսնում են առանց այն ֆիլտրի, թե ինչպես է թվում, ինչն է հարմար, տեսնում են միայն այն, ինչ կա։ Եվ այն, ինչ նա տեսել էր, վերածել էր ստորագրված թղթի, տարիներ առաջ պատրաստված փաստաթղթերի, սեփականության հիմնադրամի ու ամուր ձեռագրով նամակի, որն ասում էր այն բառերը, որոնք 30 տարի շարունակ երբեք բարձրաձայն չէին ասվել։ Անահիտը վերադարձավ ներս։ Գնաց դարակի մոտ, վերցրեց 2008-ի ամանորի մակագրությամբ հայերեն գիրքը պահեց ձեռքերի մեջ։ Հարգանքով, Արփենիկ։ Բացեց մակագրության էջը։ Երկար ժամանակ նայեց այդ բառերին, մի ժամանակ, որն իր մեջ ուներ ամբողջ պատմությունը, որ այդ երկու բառերը պարունակում էին։ Եվ առաջին անգամ, շատ օրերի ընթացքում, նա ժպտաց։ Դա մի փոքրիկ ժպիտ էր, այն տեսակից, որը հայտնվում է, երբ մարդ հասկանում է մի բան, որը սպասում էր հասկացվելուն, որը հանդիսատեսի կարիք չունի գոյություն ունենալու համար։ Դա այն մարդու ժպիտն էր, ով կանգնած է ճիշտ տեղում, իր ունեցածով, պատրաստ նրան, ինչ գալու է։ Իսկ այն, ինչ գալու էր, նրանից հետ էր պահանջելու այն ամենը, ինչ նա սովորել էր 30 տարիների ընթացքում մի տան մեջ, որն իրենը չէր։ Այն պահանջելու էր համբերություն, հաստատակամություն։ Ներկա լինելու ունակություն, երբ շրջապատող աշխարհը փորձեր բավարար աղմուկ բարձրացնել, պարզը շփոթեցնելու համար։ Բայց Անահիտ Կարապետյանը սովորել էր լավագույն ուսուցչից, որ պարզ բաները, երբ դրանք ճիշտ են, դիմանում են աղմուկին։ Միշտ էլ դիմացել են։ Եվ դիմանալու էին հիմա։ Այն գործընթացը, որն Արամը սկսել էր, տևեց 4 ամիս մինչ դատական նիստը։ 4 ամիս, որոնց ընթացքում Անահիտը սովորեց, թե ինչ է նշանակում սեփական պատմության քննությունը անծանոթների կողմից, ովքեր վերցնում են դրա կտորները դնում մի լույսի տակ, որն ապրողի լույսը չէ։ Սովորեց, թե ինչ է նշանակում լսել այնպիսի բառեր, ինչպիսիք են անտեղի ազդեցությունն ու հուզական կախվածություն մի հարաբերության վերաբերյալ, որը նա կառուցել էր իրական խնամքով 30 տարվա ընթացքում, կարիք ունենալ լռելու, մինչ դրանք ասվում էին, որովհետև յուրաքանչյուր պատասխան իր ժամանակն ուներ։ Լուսինեն պատրաստել էր գործն այն մարդու ճշգրտությամբ, ով սիրում է իր աշխատանքը։ Հավաքել էր տիկին Արփենիկի վերջին 2 տարիների բժշկական եզրակացությունները, որոնք հաստատում էին տիրուհու սթափությունն ու որոշում կայացնելու ունակությունը մինչ վերջին ամիսները։ Հավաքել էր առանձնատանը երեխաների ներկայության գրանցումները, որոնք ստացվել էին պահակակետից, ընտանեկան բժշկից բուժքույր Հասմիկից, ով հարցման ժամանակ ասել էր, որ երբեք չի նկատել Անահիտի կողմից տիկին Արփենիկի վրա ճնշման կամ մանիպուլյացիայի որևէ նշան, որ ընդհակառակը նկատել է նրանց միջ փոխադարձ հարգանքի մի հարաբերություն, որը նա հազվադեպ էր տեսնում խնամքի համատեքստում։ Հավաքել էր այգեպան վարպետ Վալոդյայի, խոհարար Թամարի ցուցմունքները, ովքեր հիշողություն ունեին այն մասին, թե ինչպես էին գործում հարաբերությունները տիկին Արփենիկի տնտեսուհու միջ։
Եվ կար նամակը։ Այն նամակը, որը տիկին Արփենիկը թողել էր հենց դատական գործընթացի համար, կանխատեսելով, որ այն կարող է տեղի ունենալ, գրված 2 տարի առաջ, ամսաթվով նոտարական վավերացմամբ, որտեղ նա իր սեփական բառերով բացատրում էր, թե ինչու էր արել այն, ինչ արել էր։ Լուսինեն կարդացել էր այդ նամակն առաջին անգամ, երբ Անահիտը ցույց էր տվել այն, մի պահ լռել էր, իսկ հետո ասել. «Ձեր տիրուհին արտասովոր կին էր»։ Եվ նա դա ասել էր որպես փաստ, ոչ թե որպես քաղաքավարություն։ Հայկը կամավոր ցուցմունք էր տվել։ Գնացել էր նոտարի մոտ մի հինգշաբթի առավոտ, մուգ կոստյումով, առանց Անահիտի խնդրանքի, ասել էր այն, ինչ ասել էր քույր ու եղբայրների հանդիպման ժամանակ, այս անգամ արձանագրության համար։ Նկարագրել էր Անահիտի մոր հարաբերությունները տարիների ընթացքում դիտարկած մարդու ճշգրտությամբ։ Ասել էր, որ տիկին Արփենիկը վերջին տարիներին ավելի ուղղակի էր դարձել զգացմունքների հարցում, քան եղել էր ամբողջ կյանքում, մի գիծ, որը բնորոշ է նրանց, ովքեր հասկանում են, որ մնացած ժամանակը վերջավոր է, որոշում են այլս չվատնել այն ակնարկների վրա։ Եվ ասել էր, որ կտակի որոշումը շփոթված կնոջ որոշում չէր։ Դա մի կնոջ որոշում էր, ով եկել էր մի եզրակացության, որի մասին մտածել էր տարիներ շարունակ, որն իրականացրել էր այն մանրակրկիտությամբ, որն իր ձեռագիրն էր ամեն ինչում։ Մարիամը մի կեսօր հայտնվել էր մի աման ուտելիքով, որը թողել էր բնակարանի դռան մոտ մի գրությամբ, որպեսզի ստիպված չլինես եփել դժվար օրերին։ Անահիտը տաքացրել էր այն վառարանի վրա, կերել էր պատուհանի մոտ, նայելով ծառերին ու մտածել էր, որ կան ճանաչվելու ձեր, որոնք կտակի կամ փաստաբանի կարիք չունեն։ Երբեմն բավական էր մի աման ուտելիքը, թողնված դռան մոտ մեկի կողմից, ով ընտրել էր լինել ճիշտ կողմում։ Դատական նիստը տեղի ունեցավ հուլիսյան մի չորեքշաբթի, Երանի կենտրոնի դատարանի դահլիճում, որտեղ օթորակիչն աշխատում էր ավելի մեծ եռանդով, քան պետք էր, այն հաստատությունների սառը լույսը, որն ամեն ինչ հավասարապես լուրջ է դարձնում։ Անահիտը Լուսինեի հետ եկել էր 20 րոպե շուտ, նստել էր միջանցքի նստարանին, ձեռքերը ծնկներին դրած իր սովորական ամուր կեցվածքով։ Արամը եկել էր ընտանեկան փաստաբանի հետ այն մարդու արտահայտությամբ, ով ղեկավարում է մի բան, որտեղ կարծում է, թե հաղթելու է։ Սաթենիկը եկել էր կողքից, մուգ բլեյզերով, այն մարդու տեսքով, ում համոզել էին, որ նա արդար բան է պաշտպանում, նա ընտրել էր հավատալ դրան բավարար ուժով, որպեսզի կարիք չունենա շատ մոտիկից քննելու։ Հայկը չէր եկել։ Ոչ թե որովհետև վախկոտ էր, այլ որովհետև տվել էր ցուցմունքը հստակ հասկացրել էր, որ չի լինելու քրոջ ու եղբոր կողքին, բացակայությունն այդ մասին հայտնելու ամենաազնիվ ձն էր, առանց կոնֆլիկտի մեջ նոր կոնֆլիկտ ստեղծելու։ Դատավորը կանչեց նիստը։ Մոտ 50 տարեկան մի կին էր, կարճ մազերով առանց շրջանակի ակնոցով, ով վարում էր գործընթացն այնպես, որ սենյակում կասկած չլիներ, թե ով է ղեկավարում։ Նա կարդացել էր գործը, վերլուծել էր փաստաթղթերը, նրա ուշադրության մեջ կար այն մարդու որակը, ով եկել էր գործն իսկապես կարդացած, ոչ թե որպես ձականություն։ Փաստաբանները խոսեցին։ Արամի փաստաբանը ներկայացրեց կախվածության հարաբերությունների, արտոնյալ հասանելիության վերջին տարիներին տիկին Արփենիկի առողջական վիճակի մասին փաստարկները։ Լուսինեն պատասխանեց եզրակացություններով, ցուցմունքներով, ներկայության գրանցումներով այն նամակով, որը տիկին Արփենիկը թողել էր հենց այս պահը կանխատեսելով։ Այնուհետ դատավորը բարձրաձայն կարդաց նամակը։ Կար մի այլ բան, երբ տիկին Արփենիկի բառերը դուրս էին գալիս այդ պաշտոնական ձայնով դատական նիստերի դահլիճում։ Կար այդ բառերի հանրային որակը, այն որակը, որ դրանք ասվում են արձանագրության համար, որ դրանք մտնելու են ակտի մեջ, որ դրանք գոյություն են ունենալու փաստաթղթերում, ներկաների հիշողությունից անդին։ Եվ տիկին Արփենիկի բառերի մեջ, նույնիսկ դատավորի ձայնով ֆիլտրված, կար մի բան, որը չէր կորչում այդ ֆիլտրի մեջ, նրա ձայնը, նախադասություն կառուցելու նրա ձ, այն ճշգրտությունը, որով նա ընտրել էր յուրաքանչյուր բառը։ Տիկին Արփենիկը գրել էր Անահիտի մասին այնպիսի ուղղակիությամբ, որը սպասել էր տասնամյակներ։ Գրել էր, որ Անահիտը եղել է իր կյանքի հաստատունությունը, երբ երեխաները կառուցում էին իրենցը, որ նա մնացել էր ոչ թե այն պատճառով, որ նրան պահել էին, այլ որովհետև նա ընտրել էր մնալը, որ այդ ընտրությունն Անահիտի համար արժեցել էր բաներ, որոնք տիկին Արփենիկը հստակ անվանում էր։ Գրել էր, որ ոչ մի գումար չի ջնջում 30 տարվա ներկայությունը, բայց 30 տարվա ներկայությունն արժանի էր ավելիին, քան ուշացած շնորհակալական խոսքերը, այն արժանի էր մի կոնկրետ բանի, որն իրենից երկար կտեր։ Գրել էր. Ես Անահիտ Մարիա Կարապետյանին թողնում եմ այն, ինչ թողնում եմ, ոչ թե թուլությունից կամ շփոթմունքից, այլ այն հստակությամբ, որը գալիս է նրանից, ով ազնվությամբ նայել է սեփական կյանքին, հասկացել, ով է մնացել։
Նա, ով եկել է իմ ամանորին, իմ ծննդյան օրվան, իմ գիշերային ճգնաժամերին, իմ առանց թեմայի կեսօրներին, գիտի, որ ես չեմ սխալվում։ Եվ նա, ով չի եկել, նույնպես հոգու խորքում գիտի, որ ես չեմ սխալվում։ Երբ դատավորն ավարտեց ընթերցումը, սենյակում տիրեց մի լռություն, որը տարբերվում էր պաշտոնական լռությունից։ Արամը նայում էր իր առջ դրված սեղանին։ Սաթենիկի աչքերը թեթակի փայլում էին, ինչը տեղեկություն էր, որը նա ակնհայտորեն փորձում էր վերահսկել։ Դատավորը մի պահ հանեց ակնոցը, մատներով սեղմեց ճակատը, նորից հագավ։ Հետո ասաց պրոֆեսիոնալ, զուսպ ձայնով. Ներկայացված բժշկական եզրակացությունները վերջնական են կտակարարի որոշում կայացնելու ունակության վերաբերյալ։ Որդու, Հայկ Սահակյանի կամավոր ցուցմունքը հաստատում է մյուս ապացույցները։ Կտակարարի կողմից թողնված նամակը բացառիկ հստակությամբ փաստաթուղթ է նրա մտադրությունների մասին։ Չկան տարրեր, որոնք կհիմնավորեն անտեղի ազդեցության պնդումը։ Եվ մերժեց կտակի վիճարկման հայցը։ Այն լռությունը, որը հաջորդեց այդ նախադասությանը, լցրեց սենյակը, նախքան որը մեկը կշարժվեր։ Արամը ձեռքը տարավ դեմքին։ Փաստաբանը թեթակի շրջվեց դեպի նրան ցածր ձայնով ինչ-որ բան ասաց։ Սաթենիկը մնաց կանգնած, ձեռքերը սեղանին, նայելով առաջ այն մարդու արտահայտությամբ, ով մշակում է մի բան, որն ավելի երկար կտի, քան այդ պահը։ Անահիտը մի պահ նստած մնաց, նախքան վեր կենալը։ Նրա ներսում մի լռություն կար, որը դատարկություն չէր։ Դա այն լռությունն էր, երբ մի բան, որը երկար ժամանակ իր տեղում չէր, գտնում է իր տեղը, այդ տեղավորվելը աղմուկ չի հանում, պարզապես տեղի է ունենում այն բնականությամբ, երբ ճիշտ բանը զբաղեցնում է ճիշտ տեղը։ Լուսինեն մի կարճ պահ ձեռքը դրեց նրա ուսին։ Ոչինչ չասաց։ Կարիք չկար։ Երբ Անահիտը դուրս եկավ դահլիճից, մտավ դատարանի սառը լույսով միջանցքը, անցավ Արամի կողքով, ով կանգնած էր փաստաբանի հետ, ցածր ձայնով խոսում էր այն մարդու կեցվածքով, ով վերակազմավորում է մի իրավիճակ, որը չստացվեց այնպես, ինչպես պլանավորել էր։ Սաթենիկը մի փոքր ավելի հեռու էր, մենակ կանգնած, նայելով միջանցքին այնպիսի արտահայտությամբ, որն Անահիտը նախկինում չէր տեսել նրա դեմքին։ Այն մարդու արտահայտությունն էր, ով մենակ է մնացել մի տեսարանում, չգիտի, ինչ անել հաջորդիվ։ Անահիտը կանգնեց Սաթենիկի առջ։ Նրանք երկուսով մի պահ նայեցին միմյանց։ Նրանց մեջ կար 30 տարվա մի անհամաչափ պատմություն, 30 տարի, երբ Սաթենիկը մտել ու դուրս էր եկել այդ տնից լայն գրկախառնություններով, առանց մի անգամ հարցնելու, թե ինչպես է այն կինը, ով պահում էր այդ տունը։ Կար նա այն արտահայտությունը, որը Սաթենիկը հիմա ուներ, որն Անահիտը ճանաչեց, որովհետև ինքն էլ նման բաներ էր զգացել տարիների ընթացքում։ Դա այն մարդու արտահայտությունն էր, ով ուշացած հասկանում է մի ճշմարտություն, որը հասանելի էր ամբողջ ժամանակ։ Անահիտն ասաց իր սովորական հանգիստ ձայնով. Մայրդ քեզ սիրում էր, Սաթենիկ։ Նույնիսկ երբ դու ներկա չէիր։ Նա քո մասին խոսում էր սիրող մարդու աչքերով։ Ես դա լսել եմ 30 տարի շարունակ։ Սաթենիկը լիովին անշարժացավ։ Նրա դեմքին մի բան կար, որը քանդվում էր առանց նրա դիմադրության, այն լուր քայքայումը, որը տեղի է ունենում, երբ մի բառը հասնում է մի տեղ, որը չափազանց երկար ժամանակ փակ է եղել։ Անահիտը շարունակեց քայլել միջանցքով։ Հետ չնայեց։ Սանի տունը հենց այնպիսին էր, ինչպիսին նկարագրել էր փաստաբանը։ Երկհարկանի առանձնատուն ափամերձ թաղամասում, բաց կապույտ սալիկներով, ճակատային մասով, փայտյա պատուհաններով, որոնք ներկման կարիք ունեին, առջում մի փոքրիկ այգի, ձախ անկյունում մի հորտենզիա, որը դիմացել էր լքվածությանը այն բույսերի համառությամբ, որոնք մշտական ուշադրության կարիք չունեն գոյություն ունենալու համար, այլ միայն տարածության։ Անահիտը սան էր գնացել օգոստոսյան մի առավոտ, դատական նիստից 3 շաբաթ անց, Լուսինեի ուղեկցությամբ, ով պնդել էր գալ իր հետ։ Քաղաքը դիմավորել էր այդ առավոտը լճի զով օդով ափամերձ քամիով, թարմ, բայց ոչ սառը, այն տեսակից, որը ստիպում է մաշկին ճանաչել, որ գտնվում է մի այլ վայրում, նախքան ուղեղը կմշակի դա։ Նա կանգնել էր առանձնատան առջ, նախքան ներս մտնելը։ Նայել էր հորտենզիային։ Ներս էր մտել։ Տունը դատարկ էր, կահույքը հանված, այդ դատարկության մեջ կար այն տարածքների որակը, որոնք սպասում են, որոնք իրենց մեջ ունեն այն խոստումը, թե ինչ կարող է դրվել հեռացվածի փոխարեն։ Նա դանդաղ քայլել էր յուրաքանչյուր սենյակով այն ուշադրությամբ, որով սովորում են տարածությունը, նախքան որոշելը, թե ինչ անել դրա հետ։ Երկրորդ հարկում, այն սենյակում, որը նայում էր դեպի լիճը, նա կանգնած էր մնացել պատուհանի մոտ։
Լիճը փայլում էր առավոտյան լույսի տակ, հեռվում դանդաղ անցնում էին փոքրիկ նավակներ, ափամերձ քաղաքի առավոտյան դանդաղ կոտությամբ, երանից տարբերվող մի ռիթմով, որը շտապողականություն չէր պահանջում։ Նա մտածել էր տիկին Արփենիկի մասին, ով 1999-ին գնել էր այս տունը։ Այն մասին, թե ինչ էր տեսել տիրուհին այս առանձնատան մեջ, որն արժեր պահել այդքան տարի, մերժելով բոլոր առաջարկները, որոնք պետք է որ հայտնված լինեին թաղամասի աճի հետ մեկտեղ։ Եվ նա եկել էր այն եզրակացության, որին միշտ գալիս էր, երբ փորձում էր հասկանալ տիկին Արփենիկին, որ հավանաբար եղել էին երկու բանը միաժամանակ ռազմավարություն զգացմունք, խառնված այնպես, ինչպես խառնվում են միայն այն մարդկանց մոտ, ովքեր ամբողջ կյանքը ձացրել են, թե մեկը բացառում է մյուսին։ Լուսինեն բարձրացել էր վեր, մինչ Անահիտը պատուհանի մոտ էր։ Կանգնել էր սենյակի դռան մոտ։ Հետո հարցրել էր. «Ինչ ես անելու այս վայրի հետ»։ Անահիտը մի պահ լռել էր։ Հետո ասել էր այնպիսի հստակությամբ, որը նույնիսկ իրեն էր զարմացրել. «Ապրելու եմ այստեղ»։ Փաստաբանը լուռ էր մնացել։ «Բայց նախքան այդ, ասել էր Անահիտը, բացելու եմ այգին։ Կա մի հորտենզիա, որը դիմացել է առանց խնամքի։ Արդեն պատկերացնում եմ, թե ինչ կարող է դիմանալ խնամքով»։ Այդ նախադասության մեջ կար մի բան, որը միայն հորտենզիայի մասին չէր, Լուսինեն դա հասկացել էր այն ժպիտով, որը հայտնվեց շուրթերի անկյունում նախքան իջնելը։ Հաջորդ ամիսների ընթացքում Անահիտն արեց այն ամենը, ինչ պետք էր անել հերթականությամբ։ Լուծել էր փաստաթղթերի հարցերը Լուսինեի հետ։ Բանակցել էր Բաղրամյան պողոտայի բնակարանի սեփականատիրոջ հետ, ստանալով 2 ամիս։ Զանգել էր Վանաձորի քրոջը, ով լսել էր ամեն ինչ, լաց էր եղել ու ծիծաղել այդ հերթականությամբ, ասել էր. «Անահիտ, դու դրան վաղուց էիր արժանի, որքան լավ է, որ այն եկավ»։ Սեպտեմբերյան մի կեսօր ստացել էր Հայկի զանգը. «Սաթենիկն ուզում է քեզ զանգել»։ Չգիտեմ, դու ուզում ես, որ նա զանգի, թե ոչ։ Ուզում էի նախապես զգուշացնել։ Անահիտը լռել էր։ Հետո ասել էր. «Կարող ես տալ համարս»։ Սաթենիկը զանգել էր հաջորդ գիշեր։ Դա մի զանգ էր, որն ավելի երկար տեց, քան Անահիտը սպասում էր, ոչ թե այն պատճառով, որ շատ լուծվելիք հարցեր կային, այլ որովհետև շատ անցնելիք ճանապարհ կար։ Սաթենիկը խոսել էր մի այլ ձայնով, քան Անահիտը ճանաչել էր 30 տարի շարունակ, ավելի փոքր ձայնով, մեկի ձայնով, ով դուրս էր թողել այն ծավալը, որն օգտագործում էր տարածությունը լցնելու համար, խոսում էր միայն նրանով, ինչ կար ներսում։ Ասել էր, որ շաբաթներ շարունակ մտածել է այն մասին, ինչ Անահիտն ասել էր դատարանի միջանցքում։ Ասել էր, որ մայրը խոսել է իր մասին սիրող մարդու աչքերով։ Լռել էր։ Հետո ասել էր. «Ես դա չգիտեի»։ Ոչ թե որովհետև նա չէր փորձում ցույց տալ, այլ որովհետև ես կանգ չառա, տեսնելու համար։ Անահիտը լսել էր ամեն ինչ։ Երբ Սաթենիկն ավարտել էր, ասել էր. «Մայրդ բարդ ծով էր սիրում։ Բայց դա իսկական սեր էր։ Դա ես կարող եմ հաստատել, որովհետև բավական մոտ եմ եղել, տեսնելու համար»։ Սաթենիկը լռել էր։ Հետո ասել էր. «Շնորհակալություն, որ ինձ դա ասացիր»։ Արամից զանգ չեղավ։ Անահիտը չէր էլ սպասել։ Կային մարդիկ, ովքեր հասնում էին մի բանի հատակին գտնում էին ամուր հող, կային մարդիկ, ովքեր հասնում էին հատակին ու շարունակում էին փորել, որովհետև չգիտեին ինչպես կանգ առնել։ Արամը երկրորդ տեսակից էր, Անահիտը 30 տարվա ընթացքում սովորել էր, որ կան մարդիկ, ում հասնել հնարավոր չէ, ոչ թե ջանքի պակասի պատճառով, այլ որովհետև իրենք չեն ուզում, որ իրենց հասնեն։ Եվ դա մի եզրակացություն էր, որի հետ նա սովորել էր հաշտվել։ Հոկտեմբերին Սանի ափամերձ առանձնատան վերանորոգված պատուհաններից ներս մտնող շաբաթօրյա արի տակ, Անահիտն այգում էր, ձեռքերը հողի մեջ, աշխատում էր հորտենզիայի վրա, որը վերատնկել էր ավելի մեծ փոսում, երբ լսեց դարպասի ձայնը։ Հայկն էր, Մարիամի 2 երեխաների հետ, ովքեր եկել էին տեսնելու վայրն առաջին անգամ։ Բերել էին հաց, պանիր մի շիշ նարնջի հյութ, իսկ կրտսեր տղան վազելով մտել էր այգի այն երեխայի էներգիայով, ով հայտնաբերում է նոր տարածք անմիջապես դառնում դրա տերը։ Անահիտը վեր էր կացել, հողոտ ձեռքերով, ընդունել էր 4-ին այն ներկայությամբ, որն իր մեջ ամենահաստատուն բանն էր։ Մարիամը գրկել էր նրան այն բնականությամբ, որն Անահիտը ճանաչել էր դեռ առաջին զանգից որպես իսկական բնավորություն, ոչ թե ներկայացում։
Իսկ Հայկը կանգնել ու նայել էր առանձնատանը, այգում հողոտ ձեռքերով Անահիտին, նրա դեմքին այն արտահայտությունն էր, երբ մի բան հենց իր ճիշտ տեղում է, մարդ կարողանում է դա հստակ տեսնել։ Ասել էր. «Գեղեցիկ է ստացվել այստեղ»։ Եվ Անահիտը նայել էր շուրջը սկսվող այգուն, վերատնկված հորտենզիային, երկրորդ հարկի պատուհանին, որը նայում էր դեպի լիճը, մտածել էր տիկին Արփենիկի մասին, ով 1999-ին գնել էր այս տունը, պահել էր այն այդքան տարի այն մարդու համբերությամբ, ով գիտի սպասել ճիշտ պահին։ Մտածել էր սուրճերի, կեսօրների ու գիշերների 30 տարիների մասին, այնձի մասին, որով այդ ամենը գտել էր գոյություն ունենալու միծ այն ժամանակից անդին, երբ տեղի էր ունեցել։ Գտել էր տելու միից, որը կախված չէր հիշողությունից, այլ կախված էր ընտրությունից։ Մի դժվար կնոջ ընտրությունից, ով ազնվությամբ էր նայել սեփական կյանքին, ճանաչելու համար նրան, ով մնացել էր։ Ասել էր Հայկին նույն պարզ տոնով, որն օգտագործում էր ճշմարիտ բաների համար։ Դեռ շատ անելու բան կա, բայց ժամանակ կա։ Եվ վերադարձել էր հողին, դեմքին լճի արը, թաց խոտի հոտն ու Հայկի երեխաների, նոր այգում վազվզելու ձայնը, մտածելով, որ հասել է այնտեղ, որտեղ պետք է հասներ, նույնիսկ եթե երկար ժամանակ չգիտեր, որ հասնում է։ Որ 30 տարիներն արժեցել էին իրական բաներ, այդ բաներն իրական կշիռ ունեին, բայց որ կշիռն ու արժեքը նույն բանը չեն, ինչ վատնումը։ Որ նա տվել էր այն, ինչ տվել էր, որովհետև զգացել էր, որ դա այն էր, ինչ պետք էր տալ, որ տիկին Արփենիկը ստացել էր դա ու վերածել մի բանի, որն ավելի երկար էր տում, քան ինքը։ Որ ամեն ինչի հիմքում կար մի արդարություն, որը դատարանի կամ դատավորի կարիք չուներ գոյություն ունենալու համար։ Այն գոյություն ուներ պարզապես այն պատճառով, որ կային մարդիկ, ովքեր ազնվությամբ էին նայում սեփական կյանքին, որոշում էին, քանի դեռ ժամանակ կար, փակել այն հաշիվները, որոնք կարոր էին։ Հորտենզիան կանգնած էր նոր թմբի մեջ, արմատները թարմ հողում, ամուր ամեն ինչ։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Անահիտի տիկին Արփենիկի պատմությունը դիպավ ձեր սրտին։ Եթե ձեզ հուզեց այս պատմությունը մի կնոջ մասին, ով 30 տարի նվիրեց իր կյանքից հայտնաբերեց, որ երբեք չի մոռացվել, սեղմեք հավանելու կոճակը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում պատմեք, թե ինչը ձեզ ամենաշատը տպավորեց։ Ամեն օր մենք բերում ենք այսպիսի պատմություններ, որոնք խոսում են կյանքի մասին այնպես, ինչպես այն կա, իր լուռ նվիրումներով, իր փոքրիկ դավաճանություններով, իր արդարությամբ, որը գալիս է այն ժամանակ, երբ մենք ամենաքիչն ենք սպասում։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում։